Խաղաղություն Աստղաժողովը։ Խաղաղություն ձեզ։ Աստված շատ օրհնի ձեզ բոլորին։ Փոքր հանգստացանք, նշեցինք Հիսուսի ծնունդը, օրհնյալ է Հիսուսի ծնունդը։ Մի հարց ունենք, պատասխանում ենք իմի, բարին ընձեզ, մեր շատ սիրելի քույրիկ եւ եղբայր Արկադի, ձեզ ուզում եմ հարցնել, ըստ Աստվածաշնչի կուսակրոնության հասկացողություն կա։ Ըստ Աստվածաշնչի կուսակրոնության հասկացողություն կա։ Եթե կա, դրա հոգևոր բացատրությունը ո՞րն է։ Կուսակրոնությունը ես լսել եմ քահանաները, եպիսկոպոսները պետք է կույս մնան, չամուսնանալ, մինչև այսօր կարծեմ Հայաստանում այդ պայքարներ եթե բայց ըստ Աստվածաշնչի ախր կուզեմ սիրելի հարցնող եւ ամենքս սիրելի լսողներ, սիրելի հոգով ասում պաշտողներ, կուզեի որ ամեն Աստվածաշնչի խոսքերը հասկանա կարդալուց առաջ սկսել հոգևոր մտածել, կարդալուց հետո ավելի ճիշտ հոգևոր մտածենք, որտեղ Աստվածաշունչը Աստված հոգի է, իր շունչն է, այս գիրը որ գրված է, իր շունչն է։ Հիսուսն այս գրով չեք փրկվի, քննեք գիրը, տեսեք որ իմ մասին է խոսում, հոգու մասին է խոսում գիրը։ Դրա համար կուսակրոնությունը հոգևոր է։ Ես չէի կարծում, որ եթե ես ամուսնացած չլինեի, պետք է ասուն հաճելի լինեի, ասում եթե ամուսնացած չի մեկը, ասունը հաճելի լինեմ, եթե ամուսնացածը կնոջն է հաճելի լինեմ։ Հիմա ես որ ասուն հաճելի եմ, կնոջս դե հաճելի չլինեմ, կամ կինս, եթե ամուսնացածը դե հաճելի չլինի, ամուսուն կամ ասուն։ Հասկանում եք, սա հոգևոր իմաստ է, մենք պետք է հասկանանք հոգևոր։ Մարմնավորը վեճերի է, այսօր ինչի են ամբողջ աշխարհում 1200 ես գիտեի, այդքան կրոններ կան, նույն Աստվածաշնչից ճյուղեր կան այդքան, բայց անցած անգամով էր ասես 6000, թե 10 քանի հազար տարբեր։ Այսօր 50 ես ապաշխարել եմ, ապաշխարությունից մինչև այսօր արդեն 50-ական եկեղեցու լիքը բաժանումներ կամ խարիզմատիկական եկեղեցու լիքը տարբեր ճյուղեր կան։ Առաջանում են, շատանում են, մեկը մի բան են չի ասում, իր եկեղեցին է կառուցել։ Մեկը մի բան չի բանանում, մեկը մեկին չեն հասկանում, բաժանում, եկեղեցիներ են կառուցում, անուններ են դնում, չգիտես ինչեր են անում։ Ինչի համար են դա անում, որովհետև մարմնավոր են հասկանում, գրով են հասկանում։ Իսկ գրի հասկացողության մեջ Պողոս առաքյալն ասեց. վեճ կռիվ հակառակություն է գիրը, մարմնավոր հասկանալը վեճ կռիվ հակառակություն է ծնում։ Հիմա լավ, սիրելի հարցնող, անդրադառնանք այդ քո հարցին, բայց հոգևոր պետք է պատասխանեմ իհարկե, որտեղ մարմնավոր դրա պատասխանը չունեմ, ես ինքս չեմ հասկանում։ Եթե ես մենակ լինեի, ինչի պիտի Տիրոջը հաճելի լինեի։ Կինս ինչու պետք է խանգարեր ինձ։ Հակառակը կինը, երեխեքը, դաստիարակչությունը, միաբանությունը, ամեն մարդու տրված չի քարոզը։ Ամեն մարդ չի որ կարողանում է քարոզություն անել։ Եհ այդ մարդը որ չամուսնանա ու չի կարում քարոզի, ո՞ս կլինի։ Հասկանում ես, այս մասին չի։ Ես Աստվածաշնչից տեղեր եմ հանել, հիմա կկարդամ այդ տեղերը ամենքի շինության համար։ Այսինքն տեսեք, մի քանի բան ժամանակի առումով ես ես կարդամ Ղևտացիների 21:13-ում գրված է. Քահանան կույս կնիկ առնե։ Քահանան թող կույս լինի, կույսակրոնության մասին ես դու չի խոսում, ոչ թե կին ամուսնանալու, չամուսնանալու, Պողոս առաքյալը թեև Կորինթացիների մեջ ասում է, Եփեսացիների մեջ։ Բայց կույսության մասին, տեսեք, քահանան թող կույս կնիկ առնե։ Սաղմոս 148:12-ում գրված է. կույսերը թող օրհնեն Տիրոջը։ Ինչը ովքեր որ կույս չեն, կին են, երեխա թող ունեն, չպետք է օրհնեն Տիրոջը։ Տեսնում եք, որ հոգևոր է խոսում Աստվածաշունչը։ Եսայա 7:14-ում գրված է. կույսը պիտի հղիանա եւ որդի ծնի։ Կույսը պետք է հղիանա եւ որդի ծնի։ Սա կարծես թե բնությանը հակառակ բաներ է ասվում ստեղ։ Բայց հոգևորը հակառակ չի բնությանը։ Աստվածաշունչը այս բնությունն է ստեղծել, բնության մեջ ենք մենք ապրում եւ դա ուրիշ իրավիճակ է, բայց մեր ներսի աշխարհը, ներսի բնությունը լրիվ հոգևոր իրավիճակ է, որը խոսում է հոգու մասին։ Եվ Ղուկաս 1:28-ում էլ նույն հրեշտակը, Գաբրիել հրեշտակը ասում է ողջույն շնորհալի կույս։ Ողջույն շնորհալի կույս։ Այսինքն կույս հասկացողությունը, որ կինը տղամարդու չի մոտեցել։
կնոջը տղամարդ չի մոտեցել, նա կույս է, հոգևոր սրա իմաստը, տեսեք որն է, երբ որ տղամարդը ըստ Աստվածաշնչի շարունակության սերունդն է, իսկ կինը ցանկությունն է, ես իմ մեջ ունեմ տղամարդ եւ իմ մեջ ունեմ կին, ցանկություն, իմ միջի տղամարդը Աստվածանից առնում է Աստծո խոսքը, գիրը, օրենքը, խոսում է իմ հետ, իսկ իմ միջի ցանկությունը պետք է իմ միջի տղամարդի հետ այդ խոսքի հետ միաբանվի, որ պտուղ ծնվի, որ գործ ծնվի։ Եթե Աստված ասում է ինձ, լավ, իմ մեջի շարունակության սերունդին իմ հասկացողությանը ասում է, որ աղքատներին օգնի կամ ներա, եղբորդ ներա, եթե սխալ արել։ Հիմի առել եմ այդ միտքը Աստվածանի, սա տղամարդն է իմ միջի։ Բայց իմ միջի ցանկությունը պետքա միաբանվի, պետքա մեկանա այդ խոսքի հետ, այդ տղամարդի հետ, որ ծնվի պտուղը, ներելը ծնվի։ Եթե իմ ցանկությունն ասի դրան ո՞ս ներեմ, չեմ ներեմ։ Պատահել է ձեր կյանքում հենց մտաբերեք, մինչև այսօր էլ կատարվում է ու պատահում է բոլորիս հետ։ Ես մի բան ցանկանում եմ, բայց ոչ թե ցանկանում եմ, այլ ուզում եմ ըստ գրի անեմ, բայց ցանկությունս ինձ չի թողում։ Արդեն լավ է, դե թույլ թե աշխատի ապրելի, ինչ չափանար է։ Ցանկությունս չի թողում։ Ադամը վերցրել էր Աստծուց խոսքը, որ չպետքա ուտել։ Այս գիտության չարի ու բարի գիտության ծառի պտղիցը չպետքա ուտել։ Ադամը տղամարդը իմ միջի վերցրել է այդ խոսքը, բայց իմ միջի Եվան, ցանկությունը իմ միջի չէր համաձայնվում դրա հետ, դեր մեր հաճելի է, քիմքին քաղցր է, տեսնի աշկերին հաճելի է, վերցրեց ու կերավ, այսինքն ցանկացավ։ Նայեք մի հատ իրավիճակ ասեմ, ամենից որ պարզնի։ Հիսուս Քրիստոսն ասեց, եթե կնոջը տենաս, աչքերով տենաս, ու մտքիդ մեջ ցանկանաս այդ կնոջը, դու արդեն շնացար։ Ինչ է սա նշանակում։ Հասկանում եք հոգևոր է սա։ Չկա աշխարհի տակը մի տղամարդ, որ այդ իրավիճակը անցած չլինի իր մոտով։ Դրա համար հոգևոր իմաստով, տեսեք, կույսը նշանակում է, որ ոչ մի տղամարդի չի մոտեցել։ Դեռ չի մոտեցել, ինքը կույս է։ Իսկ եթե կույս է, իր ծառայությունը դեպի Աստված է։ Իր նշանածը Քրիստոսն է։ Իսկ եթե երկրի վրա կույս չի, ուրեմն ես ունեմ շարունակության սերունդ։ Ես հիմի կարդամ մի քանի տեղեր էլ, տեսեք, Եփեսացիների առաջի Կորինթացիների 7-րդ գլուխ 24-րդ խոսքը, կարդամ ամենքի շինության համար։ Եվ իրարից տարբերեն կինը եւ կույսը։ Չամուսացած կույսը տիրոջ բաների համար է հոգսանում, որ սուրբ լինի մարմնով եւ հոգով։ Իսկ ամուսնացած կինը աշխարհի բաների համար է հոգսանում, թե ինչպես հաճելի լինի իր մարդուն։ Ստեղ դուրս է գալի արդեն, տեսեք ինչ հետաքրքիր իրավիճակ է, որ եթե կույսը իմ մեջ, կույսը տղամարդու շարունակության սերունդ չունի, գիր, ուղղություն չունի, հաճելի ալնում տիրոջը։ Որն է լավ տղամարդը, որը շարունակության սերունդ է տանում։ Այսօր կան եկեղեցիներ, 50-ական, խարիզմատիկական, Եհովայի վկաներ կան, բապտիստներ կան, առաքելական, լիքը անվանումներ կան եկեղեցիների։ Ամեն մեկը մի շարունակության սերունդ ունի, ամեն մեկը իր հասկացողությունով է տանում դեպի Աստծուն։ Այդ տղամարդիկ, ամեն մի հասկացողության տղամարդը, որը տանում է Աստծուն, տարբեր են սրանք։ Դու արդեն ուզում ես հաճելի լինես եկեղեցու։ Եկեղեցու մեջ սենց կանոն կա, սենց օրենք կա։ Դու պետք է հետ անես։ Իսկ եթե տղամարդ չկա, իմ ցանկությունը անառատ Աստված է, սերն է։ Պողոս առաքյալն ասում է ես կույս եմ։ Բոլորը ես կուզեմ, որ ինձի նմանվեն։ Այսինքն Պողոս առաքյալի միտքը մեկն էր, իր նշանածը Քրիստոսն էր։ Ինքը դեռ չէր մոտեցել մի հատ կրոնական շարունակությունների։ Այսօր ես չեմ մոտենում մի հատ 50-ականներն են ճիշտ թե խարիզմատները։ Ես չեմ մոտենում, ես կույս եմ, ես հեռու եմ տես հասկացողություններից։ Իմ նպատակն է, իմ հասկացողությունը կույս է, մենակ Քրիստոսին է սպասում։ Որ Քրիստոսի հետ զուլվեմ ու պտուղ բերեմ ես, հոգևոր իմաստով։ Իսկ եթե մարմնավոր իմաստով եթե անառակությանը տան, ո՞ց թե դու տղամարդ ես, Քրիստոսը տղամարդ է, ո՞ց թե քո նշանածն է, էս ինչա ձեր Աստվածաշունչը։ Ես լսել եմ այդպես արտահայտություններ մարդկանցից։ Հոգևոր իմաստով կույս, այսինքն դու հələ ոչ մի խոսքի, ոչ օրենքի, ոչ մի հատ եկեղեցու սովորությանը համամիտ չես դու կույս ես, դու չես զուլվել դրանց հետ։ Ատա քո հորն ու մորը, ով չաթի ինձի աշակերտ չի կարա լինի, ես կույս եմ, ես դրան համամիտ չեմ։
Իմ նշանածը Քրիստոսն է, հոգին է, ես սպասում եմ իրան։ Հասկանում եք, չէ՞ կուսության, հենց կուսակրանության մասին, էլի հայտության 14 գլուխ 4-5-րդ խոսքերն կարդամ ամենքի շինության համար 14-4-5 Եվ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանություն 14-ը լավ կներեք, 13 նորից կարդացի։ Սրանք են, որ կանանց հետ չխառնվեցան, որովհետև կույս են, այն 144,000-ի մասին ասեմ։ Կանանց հետ չխառնվեցան, որովհետև կույս են։ Սրանք են, որ գառի հետևից են գնում, ուր որ նա գնա։ Սրանք փրկվեցան մարդկանցից, ասուն եւ գառին իբրև երեխայրի։ Եվ նրանց բերանների նեգություն չգտնվեցան, որովհետև անարատ են Աստծո աթոռի առաջին։ Կույս են, անարատ են Աստծո առաջին։ Հասկանում եք, հոգևոր իմաստով էլի, elə մի հատ էլ տեղ կարդամ ու արդեն ամեն բան պարզ կլինի, էլի Եփեսացիների 4-րդ գլուխ 22-րդ խոսքը։ Տեսեք ինչ է ասում ստե Պողոս առաքյալը 4:22-ից 23-24-ը։ Որ ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը։ Մարդ ունենք մենք, ամենքսել մենք շարունակության սերունդ ունենք մինչև Քրիստոսին գալը։ Կան Քրիստոսին գալուց հետո եկեղեցու կանոնն է, չբարևես այս մարդու հետ մեղավոր է։ Այս մարդու հետ հանգարց չշփվես ուրիշ եկեղեցուց է։ Այդ իմ ամուսինը, իմ շարունակության սերունդն է ասում դրան։ Բայց ասում է այդ հին մարդին, դա մարդն է, չէ՞ շարունակության սերունդն է ասում։ Մեր մեջ։ Այդ հին մարդուն ասում է հանեք ձեր միջից։ Այդ մարմնավոր գիր հասկացողությունը հանեք ձեր միջից։ Պողոս առաքյալն ասում, տեսեք, որոնք ասում է խաբեություններով, ցանկություններով ապականված են։ Ո՞րն է խաբեության ցանկությունը։ Ես որ նոր էի հավատքի մեջ, իմ եղբայրը ինչ ասել անում էի։ Ասում էր մի բարև եկեղեցու եղբայրը, ես չէի բարևը։ Չէի բարևը, մետեր իմ միջի շարունակության սերունդը, որ տանում է ինձ դեպի Աստված, դա էր այդ հասկացողությունը, դա ինձ տալի ինձ։ Եվ ձեր մտքի հոգովը նորոգվեցեք, եւ նոր մարդին հագեք, որ Աստծո պատկերին պես ստեղծված է։ Նոր մարդին։ Ինչա դուրս գալի մեր մեջ համ հին մարդ կա, համ նոր մարդ։ Համ հին ցանկություն կա, համ նոր ցանկություն կա, որը ըստ Աստվածաշնչյան լեզվի կինա կոչվում։ Այն որ ասում է սրտից է ձեր կյանքի ելքը, չէ՞, հասկացողությունից է այն կյանքի ելքը, բայց Աստվածաշնչի լեզուն հասկացողությանը այդ շտեմարանին, այդ գիտության, այդ իմաստությանը սիրտ անվանը։ Մենք պետք է հասկանանք սա։ Եթե չհասկանանք, ես շատերից եմ լսել, սրտից մեջ է Հիսուսը կամ սրտից մեջ է Սուրբ Հոգին, այսպես փորից միջից ելնում ասես, այդ ի շարունակության սերունդը, հանեք այդ հին շարունակության սերունդը, որը մարմնավոր, որը գիրն է քեզ սովորացնում, գրով ասը, որը ասուն հաճելի չի, հակառակ ասում։ Հակեք նոր մարդը, նորը հոգին է սիրելիներ, գիրը հինն է, հին ուխտը գիրը, հինն է դա, գիրը ես կարդում եմ, որ դրա միջի հոգին, նորը, ճանաչեմ, իմանամ, պատվեմ, կատարեմ այդ նորը, որը Քրիստոսն է։ Պողոս առաքյալը մի տեղ ասում է, պետք էր որ սկզբից օրենքը լիներ նոր շնորհքը։ Պետք էր որ առաջի Ադամը լիներ նոր երկրորդ Ադամը, Քրիստոսի մասին է, երկրորդ Ադամը։ Պետք էր դա։ Այսինքն մենք պետք է սկզբից կարդանք, որ դրա միջինը իմանանք։ Որ ես չկարդամ, ես ո՞նց կարամ իմանամ դրա միջինը։ Դրա միջի հոգին ո՞նց կարամ իմանամ։ Պետք է որ սկզբից գիրը լինի, նոր գրի միջի հոգի։ Նամար ստեղ ասում է առաջի մարդը, երկրորդ մարդը։ Տեսեք, շարունակություններ կարդամ եւ նրա համար դեն գցեք ստությունը։ Խոսեք ճշմարտություն ամեն մարդ իր ընկերի հետ։ Վանզի իրար անդամ եք։ Ու շարունակությունները տալիս է, ասենք, արդեն նոր մարդու հոգիով, Սուրբ հոգիով է Պողոս առաքյալը խոնարհության հոգին սովորացնում մեզ։ Ոնց անենք։ Որն է նորը, որն է հինը։ Եփեսացիների 5-րդ գլուխ 32-րդ խոսքում էլ նույն Պողոս առաքյալը Սուրբ հոգիով լսված, երբ որ ասում են Պողոս առաքյալը, դուք իմացեք այն խոնարհության հոգին մեր միջի։ Ոչ թե ինչ-որ մի հատ Պողոս առաքյալ, փեդը ձեռին, թրաշերեսին կամ չգիտես։ Հոգևոր իմաստով մեր բոլորի մեջ էլ կա այդ խոնարհության հոգին, որը Պողոս առաքյալն է, որը ավետարանն է հիմնը։ Եթե խոնարհության հոգիով դու չկարդաս ավետարանը,
սխալ հիմքի վրա կլինի, քո հպարտության հիմքի վրա կլինի, ասենց ասած։ Բայց Պողոս առաքյալը հենց խոնարհության հիմքի վրա ասում է. մարդու եւ կնկա խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վրա եմ ասում։ Մարդու կնկա շարունակության սերունդի ու ցանկության խորհուրդը շատ մեծ է, բայց ես ձեզ ասում եմ, այս մի ճյուղը, որ եկեղեցին կիննա, կույս կիննա եկեղեցին, ամուսինը Քրիստոսն է։ Մարդու կնոջը ես սրանով եմ ասում։ Դուք տեսեք ինչքան խորն է Աստվածաշունչը, ինչքան մեր ներսի աշխարհը խորն է ու անծայրածիր։ Մենք մեզ չենք ճանաչում, սիրելի հարստվող, սիրելի քույրս եւ եղբայրս։ Եթե մենք մեզ ճանաչենք, չէ, մենք կարիք չենք ունենալ այլ մարդկանց, այդ տղամարդկանց, որ ամուսնանանք կամ չամուսնանանք։ Բայց եթե ես նորահավատ եմ եղել, ես ամուսնացել եմ, եկեղեցին ճիշտ է։ Հոյ, նրա հետ ամուսնանամ, նրան լսեմ, նրանից պտուղ տամ։ Եհովայի վկաները ուրիշ ամուսին, ուրիշ շարունակության սերունդ ունեն իրանց կանոններն են դնել։ Դրա համար ասում եմ, կույս մնացեք, կույս, որ դու եւ Աստված ոչ մի շարունակության սերունդի հետևից մի գնացեք։ Ես կմտնեմ Եհովայի վկաների մեջ կամ մնացած եկեղեցիների մարդկանց հետ կշփվեմ, բայց որ եկեղեցին ասի Քրիստոսն Աստված չի կամ պետք է նրան ատես տունը չթողես կամ նրան դի բարև չտաս, ես չեմ ընդունի։ Հենց ընդունեցի ես այդ մտքի հետ հղիացա ու ծնեցի որդի, որներին որդի, որ չբարևեցի նրա հետ, նրան ատեցի, նրան դատեցի, բամփասեցի, դրանք պտուղներն են, որդիներն են։ Համար ասում կույս մնա, Քրիստոսն է քո ամուսինը, այսինքն օծությունն է, Աստծո սուրբ խոսքն է քո ամուսինը։ Դու միմիայն իր հետ ծուլվի իրանից պտուղ ունեցի։ Քրիստոսն էլ գալուց հետո նոր մեկ պետք է իր, քանի որ իր հարցն է, մի խոսքով էսի ուրիշ բանա Խորը հասկացողությունը չեմ ուզում էլի շատ խոսքից խոսք հարցից հարց ա գնամ։ Կուսակրոնություն եկեղեցուն չկա, կուսակրոնություն կա հոգևոր սիրելի հարցվող, հոգևոր մեր մեջ։ Դու պետքա կույս լինես, անկախ նրանից կին ես թե տղամարդ ես, դու պետքա կույս լինես։ Քո նշանածը ոչ թե ամուսինը, նշանածը պետք լինի Քրիստոսը։ Իսկ եթե դու կույս ես Քրիստոսն եկել է քո մեջ, արդեն դու բարի պտուղ ես տալի Քրիստոսի հետ մեկանալով, բարի գործեր ես անում։ Սա է կուսակրոնությունը։ Թե չէ մարդու մասին չի էլի, ես մարդու հետ, այն մարդու հետ կամ որ մի խոսքով լավ, ինձ թվում է հասկացաք, եթե հանգարցելի կիսատ բաներ կմնա, Աստված շատ օրհնի, լավ բացատրեցի։ Մոտեցավ ավարտին, արդեն ժամանակ է արվում։ Աստված շատ օրհնի։ Ձեզ էլ սիրելի հարստվողներ, լսողներ, մեզ քույր եղբայրներ, գրեք, զանգեք։ Մնաք խաղաղության մեջ։ Տերը օրհնի ձեզ։ Ամեն։